Կարճ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ այս առիթի համար, քո խոսքն ուսումնասիրելու, մեր մտքերը սրտերը ուղղիր դեպի քո խոսքը, քո ճշմարտությունները, պատրաստ եղա դրանք լսելու, ընդունելու քեզնից եւ Սուրբ Հոգուդ զորությամբ կատարելու։ Հիսուսի անունով ամեն։ Տեսնում ենք անձի, ով ներկայացնում է իմունային համակարգի նորմալ եւ ցածր վիճակների տարբերությունը։ Մեկ հարց. հնարավոր է ցածր իմունիտետը կարգավորվի կամ ամրապնդվի պատահականության արդյունքում։ Բժիշկները անմիջապես արձագանքեցին։ Կարծում եմ սա այն հարցն է, որ բժիշկ էլ որ չլինեք, պետք է իմանաք, որ հնարավոր չէ։ Ինչպես որ հավատում եք, որ հնարավոր չէ, որ իմունային համակարգը մարդու պատահականության շնորհիվ ամրապնդվի, նույն չափ էլ պետք է հավատաք, որ մեր հոգևոր իմունային համակարգը կամ մեր համոզմունքները հավատի մեջ ամրապնդվելը ինքնաբերաբար չի լինում։ Աստված տրամաբանություն է դրել այնտեղ եւ ցույց է տալիս Սուրբ գրքում, թե եկեղեցին ինչպես պետք է ամրապնդվի։ Եթե աշխարհը լավ հասկանում է, որ պետք է բծախնդիր լինել եւ օգտագործել այս մթերքները իմունային համակարգը ուժեղացնելու համար, ապա նույնչափ եւ ավելի մենք քրիստոնյաներս պետք է գիտակցենք եւ տեսնենք Սուրբ գրքում, որ մեր հոգևոր իմունային համակարգը դիմադրողականությունը կամ հավատի մեջ ամրապնդումը դա երջանիկ պատահականության արդյունք չէ։ Դա պարզապես ժամանակի ընթացքում տեղի ունեցող իրականություն չէ։ Այդտեղ աշխատում է մեխանիզմ, հոգևոր մեխանիզմ, որը որ օգնում է, որ եկեղեցին ամրապնդվի հավատի մեջ։ Մեր հաջորդ հատվածը հենց դրա մասին է, եթե դուք ընթերցում եք Գործք առաքելոցը, եկեղեցու ամրապնդման սկզբունքների մասին է այս թեման, թե ինչպես է ամրապնդվում եկեղեցին։ Հիշում եք, որ Պողոսն ու Բարնաբասը երբ բաժանվեցին, ամեն մեկը խմբեր կազմեցին եւ գնացին ուր։ Եկեղեցիներն ամրապնդելու, գնացին այցելելու եկեղեցիներին։ Եվ այսօր տեսնում ենք դրա արդյունքը եւ այդ արդյունքը ինչպես է ուղեկցվում Աստվածաշնչյան 3 սկզբունքների կիրառմամբ։ Հատվածը մեր, որը պետք է այսօր ուսումնասիրենք, Գործք առաքելոց 16-րդ գլխի 1-ից 5-րդ համարներում է գտնվում, կարող եք բացել ձեր սուրբ գրքերը, միասին կարդանք, որից հետո ձեզ ցույց կտամ տեքստի բաժանումը։ Գործք առաքելոց 16-րդ գլուխ 1-ից 5-րդ համարներն ընթերցենք։ Պողոսի եւ Շիղայի մասին է խոսքը։ Եվ եկավ հասավ Դերբե եւ Լյուստրա։ Եվ ահա այնտեղ կար մի աշակերտ, Տիմոթեոս անունով, որ մի հավատացյալ հրեակ կնոջ որդին էր, իսկ հայրը հույն էր, որ բարի վկայություն ուներ Լյուստրացի եւ Իկոնիացի եղբայրների կողմից։ Պողոսը կամեցավ, որ նա գնա իր հետ, եւ թլպատեց նրան, այն կողմերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտեին, որ նրա հայրը հույն էր։ Եվ երբ անցնում էին այդ քաղաքներով, նրանց պատվիրում էին պահել այն պատվերները, որ Երուսաղեմում եղող առաքյալների եւ երեցների կողմից էր սահմանված։ Եվ այսպես եկեղեցիները հաստատվում էին հավատի մեջ եւ թվով օրեցօր ավելանում։ 1-ից 3-րդ համարներում մենք տեսնում ենք Տիմոթեոսի ընտրությունը, նրա բնութագիրը, նրա ընտանեկան կարգավիճակը, եւ տեսնում ենք, թե Պողոսն ինչպես է նկատում դրանք եւ կամենում է, որ Տիմոթեոսը իր հետ գնա։ Այնուհետև 3-րդ համարի 2-րդ մասում տեսնում ենք Պողոսի նախաձեռնությունը Տիմոթեոսին թլպատելու, որից հետո նրանք նախապատրաստությունից հետո 4-րդ եւ 5-րդ համարներում տեսնում ենք, որ գնում են եկեղեցիները իրենց խմբով եւ փոխանցում են
այն պատվերները, որ հաստատվել էր 15-րդ գլխում Երուսաղեմի եղբայրների կողմից։ Եվ այսպիսով Ղուկասն ավարտում է հատվածը 5-րդ համարում ասելով. եւ այսպես եկեղեցիները ամրապնդվում էին հավատի մեջ, ուժեղանում էին հավատի մեջ։ Ինչպես Ղուկաս, այդ ինչ էին անում, որի հետևանքը, որի արդյունքը լինում էր եկեղեցիների հավատի մեջ ամրապնդվելը։ Եվ հատվածի գլխավոր միտքը հետևյալն է. եկեղեցու հավատի մեջ ամրապնդվելը արդյունքն է աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվելու։ Այն ինչ որ մենք արձանագրում ենք փաստը 5-րդ համարում, որ եկեղեցիները ամրապնդվում էին, դա հետևանք է, դա արդյունք է, դա միստիկ եղանակով չի իրականանում, ոչ էլ ժամանակի ընթացքում, այլ արդյունքն է աստվածաշնչյան սկզբունքներով ծառայելու, աստվածաշնչյան սկզբունքներ կիրառելու։ Եվ ինչպես սկզբում ասացինք, ինչպես որ մարդու ֆիզիկական կյանքում իր դիմադրողականությունը ինքնաբերաբար չի ուժեղանում, չի ամրապնդվում, նույն կերպ էլ այստեղ կան սկզբունքներ, որոնք որ պետք է կիրառել։ Գիտեք, շատ եկեղեցիներ ամուր չեն հավատի մեջ, եւ դրա պատճառը փնտրում են մարդկանց մեջ միայն, բայց հովվական, առաջնորդական կողմում, թե ինչ սկզբունքներ են կիրառվում դրա համար, ուշադրություն չի դարձվում։ Ընկնում են ժամանակակից մեթոդների հետևից, մի 5 տարի, 10 տարի ժամանակ են դնում, որպեսզի լավ խոր ունենան, լավ երգչախումբ ունենան, լավ գործիքներ ունենան, մտածելով, որ արդյունավետությունը դրա հետ է կապված։ Կորցնում են տարիներ, ֆինանսներ եւ այլ, հետո հասկանում են, որ չէ, ախր մարդկանց հոգեվոր իմունային համակարգը, դիմադրողականությունը չուժեղացավ։ Հետո մի քանի տարի են կորցնում նրա վրա, որ մեկն ասում է, գիտեք, ախր շատ պաշտոնական են, առաջին դարում մարդիկ տներում էին հավաքվում, մի քանի տարի էլ կորցնում են եկեղեցին օֆիսի վերածելու համար, որ միայն լինեն փողկապներով եւ իրենց հարաբերությունների մեջ եւ խոսքի մեջ, բայց նորից տեսնում են, որ դա էլ չի օգնում։ Իսկ ինչ անել։ Նոր հեծանիվ հնարել պետք չէ։ Պետք է վերադառնալ այն սկզբունքներին, որն արդեն կար։ Ասեմ, որ առաջին դարում առաքյալները, երբ ամրապնդում էին եկեղեցիները, չունեին ոչ ֆինանսներ, չունեին ոչ մեծ եկեղեցաշենքեր, չունեին մեծ երգչախմբեր եւ չունեին ոչ մի հնարավորություն, բայց ունեին կարևոր մեկ բան։ Հիսուսի մեծ հանձնարարականը եւ նրա խոստումը, որ ես ձեզ հետ եմ, եւ այն, որ ավետարանը Աստծո զորությունն է, գնացեք, քարոզեք, դա եւ մարդկանց դարձին է նպաստում եւ դարձի եկածներին էլ հավատի մեջ ամրապնդում է։ Իսկ ինչ սկզբունքների մասին է խոսքը։ Ինչ սկզբունքներ պետք է կիրառել վերջի վերջո, որ եկեղեցին հավատի մեջ ամրապնդվի։ Եվ այս հատվածում մենք տեսնում ենք կամ հատվածը մեզ ցույց է տալիս 3 սկզբունք, որոնց կիրառման արդյունքում եկեղեցին ամրապնդվում է։ Վերջում ես ավելի կմատնանշեմ դա, բայց սկզբից էլ կարող եք հիշել, որ եկեղեցու ամրապնդվելը դա հետևանք է, դա արդյունք է։ Նպատակաուղղված չեն անում դա, այլ կիրառում են աստվածաշնչյան սկզբունքներ եւ դրա որպես հետևանք, դրա որպես արդյունք ամրապնդվում է եկեղեցին հավատի մեջ։ Այսպիսով, ինչ սկզբունքներով է ամրապնդվում եկեղեցին։ Առաջին, սա մի քանի ձևակերպումներ եմ գրել, որը որ ձեզ ավելի ընկալելի, տպավորիչ կլիներ, կարող եք դա հիշել։ Օրինակ, եկեղեցին հավատի մեջ ամրապնդվում է ոչ թե պատահականորեն, այլ սուրբ գրային սկզբունքների կիրառության արդյունքում, կամ մի ուրիշ տարբերակ նույն մտքով, Քրիստոսի եկեղեցին հավատի մեջ ամրապնդվում է ոչ թե երջանիկ պատահականությամբ, այլ աստվածաշնչյան սկզբունքների կիրառմամբ։ Եվ այսպես ինչ սկզբունքներով է ամրապնդվում եկեղեցին։ Սկզբունք առաջին, ինչ պետք է անել։ Պետք է ընտրել ծառայող հոգևոր չափանիշներով։ Պետք է ընտրել ծառայող հոգևոր չափանիշներով։ Երրորդ համարում գրված է Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել։ Հարց ուր էր ուզում տանել։
ուր էր գնում Պողոսը, որ Տիմոթեոսին ուզում էր տանել եւ ընտրեց։ Նա գնում էր եկեղեցիներն ամրապնդելու, գնում էր այցելելու եւ այդ նպատակի համար նա ընտրեց Տիմոթեոսին։ Իսկ ինչ չափանիշներով ընտրեց։ Ինչ նկարագրությունների պետք է ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս։ Եվ այս երկու համարներում տեսնում ենք 3 նկարագրություն ծառայող ընտրելու համար։ Առաջին պետք է ուշադրություն դարձնել նրա հոգևոր նկարագրին, երկրորդ պետք է ուշադրություն դարձնել ծառայելու միջավայրին նրա համապատասխանությանը, եւ երրորդ պետք է ուշադրություն դարձնել հոգևոր շրջանակի վկայությանը այս մարդու մասին։ Նայեք առաջին երկու համարներին։ Եվ եկավ հասավ Դերբե եւ Լյուստրա։ Եվ ահա այնտեղ կար մի աշակերտ Տիմոթեոս անունով, որ մի հավատացյալ հրյա կնոջ որդին էր, իսկ հայրը հույն էր, որ բարի վկայություն ուներ Լյուստրացի եւ Իկոնիացի եղբայրների կողմից։ Ինչ նկարագրությունների պետք է ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս, առաջին պետք է ուշադրություն դարձնել նրա հոգևոր նկարագրին։ Նայեք համարին գրված է, որ նա աշակերտ էր։ Եվ ահա այնտեղ կար մի աշակերտ, գրում է Ղուկասը։ Ահա այս ցուցական մասնիկը հետաքրքիր էր, որ հունարենում հրամայական եղանակով էր դրված, որը նշանակում է տես, նայիր կամ ուշադրություն դարձրու։ Եվ Ղուկասը սրանով ընդգծում է Տիմոթեոսին նկատելու անհրաժեշտությունը։ Այս աշակերտ բառը նույն այն բառն է մաթեթես, որը օգտագործվում էր Աստվածաշնչի տարբեր հատվածներում ցույց տալու համար Հիսուսին հետևողներին։ Օրինակ Գործք 6-րդ գլուխ առաջին համար, 2-րդ համար, 7-րդ համար։ Օրինակ Գործք առաքելոց 9-րդ գլուխ 10-րդ համարում, որտեղ Անանիայի մասին է խոսքը։ Հիշում եք Անանիան մեկներով գնաց եւ աղոթելով Պողոսի համար նրա աչքերը բացվեցին կամ թեփուկանման բաները ընկան։ Այսինքն տեսնում ենք, որ այս աշակերտ բառը գործածված է Հիսուսին հետևողների առնչությամբ եւ երբեմն էլ հասուն հետևորդների առնչությամբ։ Ստացվում է, որ աշակերտը նա է, ով հետևում է Հիսուսին եւ հնազանդվում է նրան։ Ահա թե ինչ տեսավ Պողոսը։ Աշակերտ, մեկը, ով հետևում է Հիսուսին։ Տիմոթեոսի պարագայում նույնպես գործածված է այս բառը, որը ցույց է տալիս մեկին, ով Հիսուսի հետքերով է գնում, կամ գուցե բավականին հոգևոր հասունություն ունի նա կամ չունի, բայց հետևում է Հիսուսին անկեղծորեն։ Տիմոթեոսի պարագայում նրա տարիքը այստեղ մոտավորապես 17-18 տարեկան է, պատանի կամ երիտասարդ կարելի ասել, բայց նա հասցրել էր այնպիսի համբավ ձեռք բերել, որ եկեղեցիները իր մասին վկայություն էին տալիս, որ նա աշակերտ է։ Ինչպես եւ երբ էր Տիմոթեոսը դարձել աշակերտ, Սուրբ Գիրքը կոնկրետ չի նշում, բայց Տիմոթեոսը գուցե դարձի էր եկել հենց Պողոսի քարկոծման ժամանակ կատարած քարոզչության արդյունքում, քանի որ նրանք հիմա նույն քաղաքում են, Լյուստրայում, որտեղ քիչ առաջ Պողոսին քարկոծել էին։ Գուցե Պողոսը վերադառնալիս այդ քաղաք տհաճ հիշողություններ ունենար, թե ինչպես էին քիչ առաջ իրեն քարկոծել, բայց վերադառնում է, որտեղ նպատակը եղբայրներին այցելելն էր եւ ամրապնդելը։ Ահա թե ինչպիսին է Տիմոթեոսի հոգևոր նկարագիրը։ Նա աշակերտ է, որը նշանակում է Հիսուսին հետևող։ Ծառայող ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նրա հոգևոր նկարագրին։ Սա նույնիսկ պահանջ է, քանի որ ընտրության նպատակին պետք է ծառայի այս մարդը։ Չի կարելի ընտրել ծառայողի պարզապես նրա համար, որ նա քո եղբայրն է կամ քույրը։ Չէ՞ որ նա պետք է կոնկրետ ծառայություն իրականացնի։ Երբ դուք դիմում եք բժշկի, ձեզ համար կարևոր է նրա մասնագիտական որակները, թե ոչ։ Միթե մենք մեկին դիմելիս չենք փնտրում լավ մասնագետի։ Իսկ ինչու պետք է հոգևոր ծառայության համար ընտրվեն մարդիկ, ովքեր չունեն հոգևոր դիմագիծ, չունեն հոգևոր բովանդակություն, ներքին նկարագիր։ Պողոսն ինքն է հետագայում գրում հենց Տիմոթեոսին երեցության համար պահանջվող որակների մասին, որոնք որ շատ են։ Աշխարհի ամենաբարդ աշխատանքին ընդունվելու համար նույնիսկ երևի այսքան պահանջներ չկան, որքան երեցի համար է։ Առաջին Տիմոթեոս 3:1-10
Հավաստի այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, Տիմոթեոս, բարի գործի է ցանկանում, արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի։ Պողոս այսինչ չափանիշ է։ Մի փոքր իջեցրու նշաձողը, որ կարողանանք համապատասխանել։ Մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, ոչ գինեմոլ, ոչ ծեծող, այլ հանդարտ, ոչ կռվազան, ոչ արծաթասեր, որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա։ Բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպես պետք է հոգա Աստծո եկեղեցուն։ Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի, բայց նա պետք է եկեղեցուց դուրս եւս բարի վկայություն ունենա, որ նախատինքի եւ սատանայի որոգայթի մեջ չընկնի։ Նույն կերպ էլ սարկավակները պետք է պարկեշտ լինեն, ոչ երկերեսանի, ոչ գինեմոլ, ոչ շահամոլ, այլ հավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։ Սրանք եւս նախ թող փորձվեն այսքան ունենալուց հետո, եւ եթե անթերի լինեն, անմեղադրելի նոր թող անցնեն ծառայության։ Այսինչ զննություն եւ քննություն պետք է անցնի Աստծո ծառան։ Տեսնում եք, որքան պահանջներ կան այս ծառայության համար։ Նույնը Տիտոսին է գրում այս ցանկը, վերջում ավելացնում մի բան. պետք է լինի հավատի վարդապետության խոսքին ամուր կարճած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել եւ հակառակվողներին հանդիմանել։ Ահա տեսեք, թե որքան կարևոր է հոգեվոր նկարագրին ուշադրություն դարձնել եւ դրանով առաջնորդվելը։ Հակառակ դեպքում կընտրվեն հոգեվորապես կամ հոգեվորության անվան ներքո աշխարհիկ նպատակների ու ցանկությունների համար ապրող մարդիկ։ Ցավոք նայում ես ծառայող կոչված շատ մարդկանց եւ մտածում, քեզ ընտրելիս երեցիներն ինչ չափանիշներով են առաջնորդվել ընդհանրապես։ Ինչու ես դու այս ծառայությունն անում։ Ինչու ես անում անունդ հոգևոր, բայց կյանքով եւ նպատակներով աշխարհում։ Ինչու ես հոգևոր ծառայությանը վերաբերում որպես օֆիսային գործ։ Գիտեք, Պողոսը շատ խիստ էր այս հարցերում։ Պողոսը չընտրեց Մարկոսին քիչ առաջ, բայց ընտրեց Տիմոթեոսին։ Կարծում արդեն ենթադրում եք ինչու։ Նա ուշադրություն դարձրեց հենց նրա հոգևոր նկարագրին։ Նա ասաց, որ չարժե այս ծառայության համար տանել մեկին, ով նախկինում արդեն անհավատարմություն է ցուցաբերել եւ շարժվել է իր ցանկությամբ։ Չարժե տանել մեկին, ով անկանխատեսելի է, ով կարող է ամեն վարքյան նոր որոշում ընդունել եւ հեռանալ ծառայությունից։ Եվ վերջի վերջո չարժե վերցնել մեկին, ով այդ պահին ինքն իրեն ավելի է սիրում, քան Հիսուսին։ Իր որոշումների եւ իր գործերի մեջ։ Հարցիելի երեցներ, Աստծո գործի համար ծառայող ընտրելիս ինչ չափանիշներով եք առաջնորդվում։ Կարևորում եք նրանց հոգևոր նկարագիրը, թե ընտրում եք որևէ այլ մտադրությամբ եւ չափանիշով։ Գուցե մտածում եք, որ նա լավ խոսնակ է, խարիզմայով է, լավ շփվող է, լավ համոզող է, կարողանում է ազդել մարդկանց վրա, բոլորը վախենում են նրանից, նա լիդեր է, այսպես ասած, Facebook-ում եւ Instagram-ում շատ հետևորդներ ունի, լավ ազդեցություն կարող է թողնել։ Գիտեք, խանութներում եւ այլ շատ վաճառքի կետերում ընտրում են մարդկանց ելնելով իրենց արտաքին տվյալներից։ Եվ կարևոր չի, թե նա ընդհանրապես հմտություն ունի շփման հաղորդակցության, կարող է մարքեթինգից գոնե հասկանում է, թե ոչ։ Կարևորը գրավեն մարդկանց։ Բայց եկեղեցում ծառայության համար արտաքին տվյալները ոչ թե քիչ դեր ունեն, այլ չունեն դեր, ընդհանրապես չունեն։ Ընտրության չափանիշներից մեկն այս է՝ լինել Հիսուսի իրական աշակերտ։ Գիտեք, Պողոսի ծառայության ընտրվելը նույնպես հաստատվել է ըստ նրա հոգևոր նկարագրի։ Երբ վստահ են եղել, որ Պողոսը իսկապես աշակերտ է, նոր ընդունեցին նրան, նոր ընդունել են նրան։ Եթե նայեք հիմա Գործք առաքելոց 9-րդ գլուխ 26-րդ համարին, Պողոսի դարձից հետո ինչպես է ընդունվում եկեղեցու կողմից, կտեսնեք այս նույն չափանիշը, որը կիրառվել է Պողոսի առնչությամբ։ Գործք 9:26-27։ Երբ Սողոսը եկավ Երուսաղեմ դարձից հետո, փորձում էր աշակերտներին հարել, նույն բառն է նորից աշակերտներ, սակայն բոլորը վախենում էին
ու չէին հավատում, որ նա իսկապես աշակերտ է։ Բայց Բարնաբասը նրան տարավ առաքյալների մոտ ու պատմեց, վկայեց նրա մասին, թե ինչպես է ճանապարհին Տիրոջը տեսել ու նրա հետ խոսել, եւ թե ինչպես է Դամասկոսում համարձակ քարոզել Հիսուսի անունով։ Տեսնում եք, Պողոսին մինչև չհավատացին, որ աշակերտ է, չընդունեցին։ Պետք է ընտրել նպատակին համապատասխան ծառայող, հոգևոր չափանիշներին համապատասխան։ Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել 3-րդ համարում եւ նա ուշադրություն դարձրեց նրա աշակերտ լինելուն։ Ինչ նկարագրությունների պետք է ուրիշ ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս։ Երկրորդ պետք է ուշադրություն դարձնել ծառայելու միջավայրին նրա համապատասխանությանը։ Նա համապատասխան է տվյալ միջավայրում ծառայելու, թե ոչ։ Այսինքն պետք է հաշվի առնել այն, թե որքանով է տվյալ անձը համապատասխանում այն միջավայրին, որտեղ պետք է իրեն ուղղորդեն ծառայության։ Ղուկաս ուշադրություն է դարձնում այս հանգամանքին։ Նայեք առաջին համարի 2-րդ մասին։ Եվ եկավ հասավ Դերբե Լյուստրա, եւ ահա այնտեղ կար մի աշակերտ Տիմոթեոս անունով, որ մի հավատացյալ հրեա կնոջ որդին էր, իսկ հայրը հույն էր։ Որպես հրեա եւ միաժամանակ հեթանոս, Տիմոթեոսը մուտք ուներ երկու մշակույթներ, ինչը արժեքավոր է միսիոներական ծառայության համար։ Տիմոթեոսն իր բնութագրով, ընտանեկան կարգավիճակով, ազգությամբ եւ հոգեվորությամբ շատ հարմար էր տարբեր մշակույթներում ծառայելու համար եւ դա ընդգծելու համար Ղուկասը նշում է նրա հոր եւ մոր մասին։ Նրա հայրը հույն էր։ Հույն նշանակում է նաեւ հեթանոս։ Ինչու այս փաստը կարևոր։ Սա ենթադրում է, որ Տիմոթեոսը ուներ ոչ միայն հրեական, այլ հունական մշակույթի ազդեցությունը իր վրա։ Սա կարևոր էր, քանի որ Պողոսը ցանկանում էր, որ նա ուղեկցի իրեն ծառայության մեջ, որտեղ պետք է նա շփվեր եւ հեթանոսների հետ, եւ հույների հետ, ներողություն, հրեաների հետ։ Այս երկու հանգամանքները Տիմոթեոսին դարձնում էին պիտանի, քարոզչական եւ միսիոներական ծառայության համար, հատկապես Պողոսի կողքին։ Այս ամենակարևոր տեղեկություններն են Տիմոթեոսի մասին, որոնք Պողոսին դրդեցին ընտրել նրան որպես ուղեկից։ Գրված է, որ նրա մայրը հրեա էր, ով ամուսնացել էր հույնի հետ, ինչը հրեական տեսակետից անօրինական էր համարվում, չէր ընդունվում, չէր կարելի հրեան ամուսնանար հեթանոսի հետ, այսօր էլ չի կարելի։ Նման ամուսնությունից ծնված երեխաները մոր միջոցով համարվում էին հրեաներ։ Այսինքն Տիմոթեոսը կիսով չափ հրեա է, մոր կողմից հրեա է, իսկ հոր կողմից հեթանոս։ Եվ նա կարող է ընդունվել երկու մշակույթում էլ, բայց նա դեռևս թլպատված չէ։ Եվ ստացվում է, որ որպես եւ հրեա եւ հեթանոս Տիմոթեոսը մուտք կունենար այնտեղ, ինչը հնարավորություն կտար նրանց մեջ ծառայելու։ Տեսնում եք, միջմշակութային գործունեության տեսանկյունից նույնիսկ որքան նրբություններ կան, որոնք կարևոր են եւ պետք է հաշվի առնել։ Ստացվում է, որ Տիմոթեոսին նույնիսկ ազգությունն ու կարգավիճակն է համապատասխանում տարբեր մշակույթներում ծառայելու համար։ Գիտեք, սա կարևոր նկարագրություն է, քանի որ Աստված յուրաքանչյուրին ընտրում է ծառայության համար ըստ նրանց տրված կարողությունների։ Ծառայողի եւ ծառայելու վայրի համապատասխանությունը չի կարելի անտեսել։ Օրինակ Պողոսի ընտրության մեջ ինչ եք կարծում, կամ հիշում եք, հնչեց, թե նա որտեղ պետք է ծառայի կոնկրետ եւ ինչ խմբերի։ Նա համապատասխան էր այն միջավայրին, որտեղ որ նա պետք է ծառայությունը շարունակեր։ Այո, Գործք 9:15-ում Անանիային Տերը տեսեք ինչ է ասում։ Երբ որ Անանյան Տիրոջ հետ զրուցում է, ասում է, ախր նա շատերին է հալածել, սպանել, ինչպես ես հիմա գնամ նրա մոտ, Տերը տեսեք ինչ է ասում։ Գնա Անանիա, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է հեթանոս ազգերի եւ թագավորների Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։ Այսինքն կոնկրետ այս խմբերի համար նախատեսված է Պողոսը։ Եվ նույնիսկ նրա քաղաքացիությունը համապատասխանում էր նրա ծառայության վայրերին, որը ապագայում ավելի շատ կտեսնենք։ Պողոսը համապատասխան էր այս խմբերին ծառայելու համար եւ Տերն օգտագործում էր նրան։ Ստացվում է, որ սա հենց Տիրոջ մարտավարությունն է,
կամ գործելու տրամաբանություն այս հարցում։ Հարց ծառայող ընտրելիս ուշադրություն դարձնում եք նրա համապատասխանությանը ծառայության միջավայրին, թե անկախ ամեն ինչից աղոթում եւ ուղարկում եք։ Հաշվի չառնելով նա կարող է, նա համապատասխան է այդտեղ ծառայելուն, թե ոչ։ Հաշվի չառնելը նշանակում է վստահել մարդուն մի պատասխանատվություն, որի համար նա չունի համապատասխան կարգավիճակ։ Դրա համար էլ այսօր շատ ծառայողներ են ընտրվում հակառակ իրենց համապատասխանության, իրենց կարողությունների։ Երեց են մարդիկ, ովքեր լավ հաշվապահ են։ Սարկավակ են մարդիկ, ովքեր համապատասխան են երեցությանը։ Հաշվապահ են նրանք, ովքեր հոգևոր լավ խնամակալ կլինեին։ Երգում են նրանք, ովքեր ավելի համապատասխան էին մանուկներին կրթելուն։ Ավետարանի չեն նրանք, ովքեր չգիտեն ավետարանը։ Փոքր խմբերի առաջնորդ են նրանք, ովքեր ունեն լիդերի հատկանիշներ, ովքեր Ջո Մաքսվելի գրքերից շատ են կարդացել 7 հատկություններ առաջնորդի։ Կամ մարքեթինգային հմտությունների են տիրապետում։ Լսարան են կարողանում կառավարել, լավ խոսնակներ են, բայց չեն խոսում այն, ինչ որ Սուրբ Գիրքն է ասում։ Ինչու այսքան անհամապատասխանություն։ Որովհետև ծառայող ընտրելիս հաշվի չի առնվում նրա եւ միջավայրի համապատասխանությունը։ Ահա թե ինչու Պողոսը չէր կամենում Մարկոսին տանել, բայց ահա կամենում է Տիմոթեոսին վերցնել իրեն հետ։ Քանի որ նա հստակ գիտակցում է իր այցերի նպատակը եւ տվյալ մշակույթներում ծառայելու համար անհրաժեշտ գործոնները։ Խնդրում եմ ուշադրություն։ Աստծուն վստահել չի նշանակում գործել անտրամաբանական, թափթփված կամ հանգամանքները հաշվի չառնելով։ Քրիստոսի մարմնում բոլոր անդամները տարբեր են, ունեն տարբեր գործառույթներ եւ բոլորը համապատասխան են արտաքին կարիքներին, միայն իրենց ճիշտ վայրերում։ Ինչ նկարագրությունների պետք է ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս։ Երրորդ, պետք է ուշադրություն դարձնել հոգևոր շրջանակի վկայությանը նաեւ։ Տվյալ մարդու մասին ինչ վկայություններ կան։ Նայեք երկրորդ համարին։ Մի աշակերտ կար հրյա, հավատացյալ կնոջ եւ հույն հոր որդի, որը բարի վկայություն ուներ լյուստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից։ Բարի վկայություն։ Սա նշանակում է, որ Տիմոթեոսի աշակերտ լինելն իրական է։ Նրա հրյա տատիկ եւ մայր ունենալն իզուր չի եղել։ Նա իսկապես Հիսուսին հետևող մեկն է, որ կարևոր է այս փուլում։ Երկրորդ Տիմոթեոս 1:5-ում Պողոսը նայեք ինչ է գրում. մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, Տիմոթեոս, որ սկզբում կար քո Լոյդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ։ Համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ Տիմոթեոս 3:15, որովհետև մանկուց գիտես Տիմոթեոս Սուրբ գրքերը, խոսքը 5 տակարանի մասին է, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Նրա մասին վկայում են եկեղեցիները։ Ունի հրյա մայր եւ տատի, որոնք ողջ մանկության ընթացքում նրան դաստիարակել են Աստծո խոսքով։ Բայց հոր հեթանոս հոր ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ չեն թլպատել, որովհետև հեթանոսի համար այդ թլպատությունը անընդունելի մի բան էր։ Դրա համար ընտանեկան դժվարություններ են նրանք շատ ունեցել, ինչպես այսօր լինում են ընտանիքներում, երբ մի կողմը հավատացյալ է, մյուսը ոչ։ Նկատեք, որ մեկ եկեղեցի չէ, որ վկայում է, այլ երկուսը՝ լյուստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից։ Սա չափազանց կարևոր վկայություն է, քանի որ սա հաստատում է անձի իրական կամ կեղծ լինելը։ Ճիշտ է, թատրոնի դեր խաղացող ծառայողներ կան, բայց այսքան վկայություն մեկ մարդու մասին լսելը բավականին լուրջ հիմք է ստեղծում նրան ներգրավվելու հետագա ծառայության մեջ։ Այս նույն բարի վկայություն բառը մի քանի համարներում էլ է գրված։ Օրինակ Սարկավակների ընտրության ժամանակ Գործք 6-րդ գլուխ 3-րդ համարում գրված է այսպես. երբ կարիք կար, որ Սարկավակներ ընտրվեին, առաքյալները տեսեք ինչ ասացին. եղբայրներ, ընտրեք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ հոգով եւ իմաստությամբ լի
7 հոգու, որոնց կկարգենք այս ծառայության վրա։ Տեսնում եք, որ բարի վկայությունը, կողքինների հաստատումը, որ սա իսկապես հավատացյալ մեկն է, չափազանց կարևոր է ընտրության համար։ Կորնելիոսի համբավի մասին են կարդում 10:22, նրանք ասացին Կորնելիոս հարուրապետը արդար եւ աստվածավախ մի մարդ, որ հարգված է, նույն հունարեն բառն է գրված, բարի վկայություն, հարգված է բոլոր հրյաներից, այսինքն հրյաները վկայում են նրա մասին, որ նա իսկապես բարեպաշտ մեկն էր։ Ուշադրություն։ Ստացվում է, որ սա վկայություն է մարդու կյանքի ընդհանուր նկարագրի մասին, ոչ թե 1-2 սայթակումների։ Այսինքն մեծ հաշվով մարդու կյանքի մասին ինչ վկայություն կտան, այս է հարցը։ Եվ որ հարցնեն Դավիթը ով է, որպես հավատացյալ, ինչ վկայություն կտան մարդիկ։ Դա չի նշանակում, որ Դավիթը կյանքում չի սայթակել։ Դա չի նշանակում, որ երբեք Դավիթին մեղգործելիս ոչ մեկ իր կյանքի ընթացքում չի տեսել։ Դա նշանակում է մեծ հաշվով համբավդ ինչպիսինն է, ինչ կասեն քո մասին։ Դրա համար չափազանց կարևոր է մարդու կյանքի ընդհանուր բնութագիրը։ Պողոսը կամենում էր այսպիսի նկարագրով մեկին վերցնել իր հետ։ Պողոսը ցանկանում էր, որ Աստծո եկեղեցուն ծառայեն Տիմոթեոսի նման մարդիկ։ Գրված է Պողոսը կամենում էր 3-րդ համարում։ Լավ կլինի հարցնել, սիրելի երեցներ, իսկ դուք կամենում եք, որ ձեր կողքը լինեն մարդիկ, որոնք կծառայեն ձեզ հետ, որոնց կպատրաստեք հենց դուք սպասվող ծառայություններին։ Ցավոք այսօր կան շատ ու շատ միայնակ երեցներ, ովքեր չունեն իրենց կողքին եղբայրներ, որոնց կօգնեն հասունանալ, ուժեղանալ ու ընդլայնել Աստծո գործը։ Նրանք 10, 20 կամ 30 տարիներ չունեն իրենց կողքին մարդիկ, պատրաստվող աշակերտներ, չունեն մարդիկ, որոնք կկարողանային ուրիշներին էլ ճշմարիտ վարդապետությունը փոխանցել։ Ինչու են մենակ։ Ինչ են արել այդ տարիներին։ Ճամբարներ են կազմակերպել միայն։ Ծրագրեր ու ժողովներ են արել, սեմինարներ են արել։ Ընդհանրապես ինչու են այդ պաշտոնին այդ դեպքում։ Գիտեք, պատճառաբանություններ շատ կարելի է ասել, թե ինչու է մարդը մենակ, բայց պետք է ազնիվ լինել շարժառիթներում։ Գրված է, որ Պողոսը կամենում էր, որ նա իր հետ գնա։ Պողոսը մտահոգ էր ծառայության համար եւ պատրաստ նկատելու, տեսնելու իրական հոգեվոր նկարագրով մարդկանց եւ բարձրացնելու նրանց։ Պողոսը հրավիրեց Տիմոթեոսին իր հետ միսիոներական ճանապարհորդության։ Պատկերացնում եմ, որքան մեծ պատիվ էր Տիմոթեոսի համար, այս երիտասարդի համար հավատի այս վետերանի հետ, որ Պողոսն է եւ Շիղան գնալ ծառայության։ Հարց սիրելի երեցներ, նկատում եք ձեր կյանք եկած Տիմոթեոսներին։ Գնահատում եք Տիրոջից դրված հոգևոր որակները նրանց կյանքում։ Թե անձնական ամբիցիաների ու սխալ պատկերացումների պատճառով մենակ եք մինչև այսօր։ Հարց եկեղեցու ամրապնդման, ուժեղացման համար ինչ չափանիշներով եք ընտրում ծառայողներ։ Կարևորում եք նրանց հոգևոր նկարագիրը, նրանց կարողություններն ու կանչվածությունը։ Կարևորում եք եկեղեցու վկայությունը, թե շտապում եք թափուր տեղը լրացնել պատահած անձանցով։ Դրա համար նկատեք ձեր կյանքում եւ եկեղեցում եղող հոգևոր նկարագիր ու համապատասխանություն ունեցող մարդկանց եւ Տիրոջ սիրով ընդունեք ու պատրաստեք նրանց ծառայության համար, ինչպես Պողոսն է վարվում եւ քիչ հետո կտեսնեք այդ քայլերի արդյունքը։ Հիշեք, պետք է ընտրել ծառայող հոգևոր չափանիշներով։ Պատրաստ եղեք ընդունելու Տիրոջ ուղարկած անձին կամ անձերին եւ բարձրացնելու նրան։ Սա առաջին սկզբունքն է, որը նպաստում է եկեղեցու ամրապնդմանը։ Ինչպես ամրապնդվի եկեղեցին, երբ նրան ծառայողները հոգևոր լավ վկայություն չունեցող մարդիկ են, ինչպես։ Առակացում այսպես է գրում Սողոմոնը 10, 16, 17. Վայ քեզ երկիր, որ թագավորդ մանուկ է, եւ որ իշխաններդ վաղ առավոտից հացքերույթի են, եւ երանի քեզ երկիր, որ թագավորդ ազնվազարմ է, եւ որ իշխաններդ ուտում են իր ժամանակին ուժի համար եւ ոչ թե վայելքի համար։ Այս համարներում Սողոմոնը նշում է, թե որքանով է երկրի կայունությունն ու հաջողությունը կախված այն կառավարողների բնավորությունից եւ ինչպիսին լինելուց։
Ժողովուրդը բարգավաճում է կամ տառապում ըստ նրա տիրակալների լավ կամ վատ լինելու։ Ժողովուրդը չի կարող երջանիկ լինել, եթե նրա կառավարիչները անլուրջ են եւ կամակոր, ասում է Սողոմոնը։ Սա նույնն է նաեւ, երբ ոչ հոգևոր ծառայողները իբր հոգ են տանում Աստծո եկեղեցուն։ Նրանք չեն կարող լավ ազդեցություն ունենալ եկեղեցու հավատի մեջ ամրապնդման գործին։ Պետք է ընտրել ծառայող հոգևոր չափանիշներով։ Սա առաջին սկզբունքն է, որը ուղիղ ազդում է եկեղեցու հոգևոր ամրության եւ ամրապնդման վրա։ Սկզբունք համար 2. Ինչ սկզբունքներով է ամրապնդվում եկեղեցին։ Պետք է ծառայել, երկրորդ սկզբունքը, պետք է ծառայել Քրիստոսի սիրո օրենքով։ Եկեղեցուն պետք է ծառայել կամ պետք է ապրել Քրիստոսի սիրո օրենքով։ Ինչպես պետք է կիրառել Քրիստոսի սիրո օրենքը։ Երրորդ համարում տեսնում ենք Քրիստոսի սիրո օրենքի կիրառման մեկ օրինակ։ Եվ իմաստը հետևյալն է. ապրել տկար հավատ ունեցողին չգայթակղեցնելու միտումով։ Ապրել տկար հավատ ունեցողին չգայթակղեցնելու միտումով։ Դա նշանակում է կրել նեղություն։ Դա նշանակում է հրաժարվել ցանկություններից հանուն եղբոր ու քրոջ տկար հավատի։ Դա նշանակում է հաշվի առնել դիմացինի հոգևոր հասունության չափը։ Նայեք երրորդ համարին։ Տեսեք Քրիստոսի սիրո օրենքի կիրառումը Պողոսն ինչպես է իրականացնում։ Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել եւ վերցրեց նրան թլպատեց։ Այդ տեղերում գտնվող հрьяաների պատճառով, որովհետեւ բոլորն էլ գիտեին, որ նրա հայրը հույն էր։ Ղուկասն ասում է, որ Պողոսը թլպատեց Տիմոթեոսին։ Սա չափազանց լուրջ հարց է։ Չափազանց լուրջ հարց է։ Պողոսը նախաձեռնում է թլպատություն, վերցրեց եւ թլպատեց նրան։ Երկու բառերն էլ հունարենում գրված են ակտիվ եղանակով՝ եւ վերցնելը եւ թլպատելը, որը ընդգծում է Պողոսի նախաձեռնությունը։ Ամենայն հավանականությամբ Տիմոթեոսի հայրը մահացել էր եւ Պողոսն է հորդերը ստանձնում։ Սա բարդ վիրահատություն էր տարիքով մեծերի համար եւ գուցե մասնագետ է կատարել դա, համարը մեզ չի նշում։ Ասում է Պողոսը թլպատեց գուցե բժշկի ձեռքով, գուցե իր ձեռքով, բայց փաստն այն է, որ նա նախաձեռնեց Տիմոթեոսին թլպատել։ Սա չափազանց հետաքրքիր եւ կարեւոր փաստ է։ Ինչու է Պողոսը թլպատում Տիմոթեոսին։ Գուցե նա արդեն զիջում է իր համոզմունքները։ Գուցե նա արդեն մի կողմ է գցում քիչ առաջ մեծ պայքարների արդյունքում հաստատված վարդապետությունը, որով փրկվում էին միայն շնորհքով, ոչ թե թլպատությամբ կամ օրենքը պահելով։ Ոմանք կտրուկ քննադատում էին Պողոսին դրա համար, մեղադրելով նրան այն նույն հերձվածի մեջ, որի դեմ նա պայքարում էր Երուսաղեմի ժողովում։ Հիշում եք Երուսաղեմի ժողովն ինչու եղավ։ Որովհետև 15:1 Հրեաստանից ոմանք գալով ուսուցանում են, որ պետք է թլպատվեք եւ պահեք Մովսեսի օրենքը, որ փրկվեք։ Բայց այդպիսի քննադատությունը չէր կարող ճիշտ լինել Պողոսի հասցեին։ Ոչ մի տեղ չի նշվել եւ չի ենթադրվել, որ Պողոսը թլպատել է Տիմոթեոսին, որպեսզի նա կարողանա փրկվել։ Ճիշտ պատասխանի համար պետք է պարզապես շարունակել կարդալ համարը։ Տեքստը հստակ ասում է, որ Պողոսը թլպատեց նրան, նայեք համարին, այն կողմերում գտնվող հрьяաների պատճառով։ Եվ բացատրում է, որովհետև բոլորը գիտեին նրա հոր մասին, որ հույն էր։ Դա նշանակում է, որ Պողոսի այս քայլի պատճառը կապված է հрьяաների ընկալումների հետ։ Քանի որ նրանք գիտեին, որ Տիմոթեոսի հայրը հույն է, ինչ կլինի, եթե Տիմոթեոսը թլպատված չլիներ ճանապարհորդության ժամանակ Պողոսի հետ։ Ուշադիր լսեք։ Եթե Տիմոթեոսը թլպատված չլիներ, հрьяաները կմտածեին, որ նա հրաժարվում է իր հրեական ժառանգությունից եւ ուզում է ապրել որպես հեթանոս, քանի որ նրա հայրը հույն էր, հեթանոս էր։ Եվ կընկալեն, որ չի հարգում հрьяաներին եւ մովսեսական կարգերը, որը նրանց համար բարեպաշտական սովորությունների պես էր։ Խնդրում եմ ուշադրություն։ Պողոսի կողմից Տիմոթեոսի թլպատությունը կապ չուներ փրկության հետ։ Նա արեց դա ծառայության օգտի համար, խուսափելու համար ավետարանչության ճանապարհին հնարավոր անհարկի խոչընդոտներից, որը կարող էր առաջանալ հрьяաների կողմից։
Տիմոթեոսի թլպատությունը նաև ապահովում էր նրա համար ուղակի մուտք սինագոգներ հրեական, որոնք նա այցելելու էր Պողոսի եւ Շիղայի հետ։ Նրան թույլ չէին տա, եթե թլպատված չլիներ։ Պողոսը նախապատրաստում է ծառայության, արդյունավետ ծառայության։ Պողոսի գործունեությունից ակնհայտ է դառնում կարևոր սկզբունք։ Միսիոներները պետք է զգայուն լինեն այն մշակույթների յուրահատուկ առանձնահատկությունների նկատմամբ, որտեղ նրանք ծառայում կամ ծառայելու են։ Ինչպես Պողոսը վարվեց թլպատելով Տիմոթեոսին, այնպես էլ նրանք պետք է խուսափեն ցանկացած նման խոչընդոտից, որը հնարավոր է պատահի։ Պողոսը լուծեց այն հարցը, որը խոչընդոտ կարող էր լինել ծառայության համար, եւ սա մեզ հիշեցնում է մի չափազանց մեծ կարևոր սկզբունք, որը գրված է առաջին Կորինթացիս 9-րդ գլուխ 18-րդ համարում, հենց Պողոսի կողմից։ Տեսեք ինչ է գրում. Բոլորից ազատ լինելով ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։ Հրեաների հետ հրեայի պես եղա։ Պողոսը եղել է ինչպես հրեա Աստծո խոսքի եւ իր քրիստոնեական խղճի շրջանակներում։ Նա այնքանով էր ընդունում հրեաների սոցիալ մշակութային ավանդույթները, որքանով դա անհրաժեշտ էր հրեաներին արդյունավետ վկայություն տալու համար։ Պողոսը կապված չէր հրեաների ծեսերին եւ սովորույթներին։ Օրենքի բոլոր սահմանափակումները վերացված էին, բացառությամբ սիրո օրենքի, հենց որն էլ կիրառում է այստեղ Պողոսը։ Սա սիրո օրենքն է Քրիստոսի։ Նա իր ազատությունը չի օգտագործում, այլ սահմանափակում է հանուն դեռևս այդպես իր նման չմտածող հրեա եղբայրների համար։ Ովքեր համատեքստը չեն ուսումնասիրում, նրանք մեղադրում են Պողոսին Տիտոսին չթլպատելու համար։ Հիշում եք, Գաղատացիում նա չի թլպատում Տիտոսին, իսկ ինչու է այստեղ Տիմոթեոսին թլպատում։ Պետք է ոչ թե դատապարտել, այլ ընթերցել։ Գաղատացիում խնդիրն այլ է։ Այնտեղ հենց պնդում էին, որ թլպատությունն է միջոց փրկության։ Եվ եթե Պողոս առաքյալը թլպատեր Տիտոսին, կստացվեր, որ նա հավանություն է տալիս, որ այո, փրկությունը թլպատությամբ է, դրա համար չի թլպատում Տիտոսին։ Իսկ այստեղ խնդիրն այլ է։ Այստեղ մարդիկ չեն վերաբերվում որպես փրկության միջոց, այլ դեռևս վերաբերվում են որպես բարեպաշտական սովորություն։ Եվ Պողոսի համար խնդիր չէ սահմանափակել իրեն, անել այնպես, ինչպես դիմացիները դեռևս կարծում են։ Պողոսը թլպատում է հրեաների պատճառով, համարում ասում է, որովհետև բոլորը գիտեին, որ Տիմոթեոսի հայրը հույն էր։ Սա նշանակում է հրաժարվել սեփական հարմարավետություններից հանուն ավետարանի տարածման, հանուն եղբայրների խղճմտանքի, հանուն ծառայության առաջընթացի եւ վերջապես իր սեր Քրիստոսի։ Հարցիելի 3. Կյանքովդ, վարքովդ, որոշումներովդ ու գործողություններովդ ապացուցում ես սերդ Հիսուսի եւ իր ժողովրդի հանդեպ։ Կարողանում ես հրաժարվել ազատությունիցդ պետք եղած ժամանակ։ Կարողանում ես գործել հանուն եղբորդ, թե շարունակ քեզ ես հաճեցնում եւ արդարացնում քեզ քո ճիշտ մտածելակերպը մատնանշելով։ Կարևոր սահմանում։ Ծառայության ընդլայնման համար պետք է մի կողմ թողնել սեփական հարմարավետություններ եւ գործել ըստ պահանջի, ըստ կարիքի։ Գիտեք մեր օրերում սա ինչպես կդրսևորվի։ Պողոսի կատարած գործողությունը 3-րդ համարում Տիմոթեոսին թլպատելը արտահայտվում է հետևյալ կերպ։ Մի քանի օրինակ մեր օրերից ուզում եմ բերել։ Միսիոներական ծառայություն տարբեր երկրներում ովքեր որ իրականացնում են, մի օրինակ այդտեղից։ Եթե մի քարոզիչ գնում է Աֆրիկա կամ Ասիա ծառայելու, նա սովորում է տեղացիների լեզուն, մշակութային սովորույթները եւ նույնիսկ հագուստի որոշ տարրեր ընդունում նրանց նման լինելու համար, որպեսզի ավելի լավ հասկանա ու հասկացվի նրանց կողմից։ Ես հիշում եմ մեր դասախոսներից մեկը միսիոլոգիա էր մեզ դասավանդում Կիևում, Ռիչարդ Շտրամը, ով Հայաստան հաճախ է գալիս, նա պատմում էր, որ Ֆիլիպիններում միսիոներական ծառայության տարիներին նրանք ապրում էին ֆիլիպինցի մի ընտանիքի հետ, որոնց հետ նոր էին ծանոթացել, եւ ամեն առավոտ
նրանց հյուրասիրում էին Ֆիլիպիններին հատուկ մի կերակուր, որը կոչվում էր բալուտ։ Ես դա չվախենաք, ձեզ նկարով ցույց եմ տալու, որ պատկերացնեք։ Ինչ է բալուտը։ Բալուտը հայտնի ուտեստ է հարավարևելյան Ասիայում, հատկապես Ֆիլիպիններում, Վիետնամում եւ Կամբոջայում։ Այն ներկայացնում է խաշած բադի կամ հավի ձու, որի ներսում ուշադրի լսեք, արդեն ձևավորված է սաղմը, կտուցով, փետուրներով եւ աճող ոսկորներով։ Եվ Ռիչարդ եղբայրն ասում է, երբ ես ամեն առավոտյան լսում էի, թե գոռում էին բալուտ, ասում եմ ամբողջ ներաշխարհը խառնվում էր իրար, որովհետեւ ինձ հրավիրում էին նախաճաշի։ Ասում է, ես ստիպված, բայց կերել եմ բալուտ եւ ոչ մեկ անգամ։ Գիտեք ինչու։ Ասում է, որովհետեւ դա եզակի հնարավորություններ այդ մարդկանց հետ ընկերանալու եւ շփվելու։ Ասում է, դուք չեք պատկերացնի ես ինչեր եմ հաղթահարել, որ կարողանամ չմերժել այդ մարդկանց։ Սրա նման օրինակները շատ են եւ ամեն քայլափոխին կարելի է հանդիպել։ Որն է իմ ու քո ծառայության մեջ բալուտը, որը դժվար է։ Ինչպես ես արտահայտում Քրիստոսի սիրո օրինակը կյանքիդ ու վարքիդ մեջ տկար հավատով եղբորդ ու քրոջդ բարձրացնելու համար։ Եվս մեկ օրինակ։ Եթե հավատացյալը մի եկեղեցում է, որտեղ մարդիկ կարևորում են իր պատկերացումներից ավելի համեստ հագուստը, բայց ինքը ազատություն ունի իր պատկերացումներում իր նախընտրած հագուստը կրելու, նա պետք է ընտրի ավելի համեստ տեսք ունենալը, որպեսզի չդառնա գայթակղության պատճառ մյուսներին։ Ինչպես Պողոսն է գրում առաջին Կորինթացիս 8-ին, միայն թե զգույշ եղեք, որ ձեր ազատությունը տկարների համար գայթակղություն չդառնա։ Դուք պատկերացնում եք, որքան կարելի է շարադրել օրինակներ։ Եթե եկեղեցում կան մարդիկ, ովքեր նախընտրում են դասական երգեր, մյուսներն ավելի ժամանակակից են, հասուն հավատացյալը չի պնդում իր նախընտրած ոճ, այլ հարմարվում է, որպեսզի եկեղեցում խաղաղություն լինի։ Փիլիպպեցիս 2:3 ոչինչ մի արեք հակառակությամբ։ Ոչինչի մեջ մտնում են նաև երգերը։ Ոչ էլ սնապարտությամբ, այլ խոհեմությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավը համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի փնտրեք, այլ ամեն մեկը իր ընկերոջինը եւս թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Առօրյա շփումների ընթացքում զգույշ մոտեցում է պետք տկար հավատացյալների համոզմունքներին։ Եթե նորադարձը դեռևս ունի որոշակի համոզմունքներ, որոնք աստիճանաբար պետք է ճշգրտվեն Աստվածաշնչով, հասուն հավատացյալը պետք է համբերատար լինի։ Խուսափի կտրուկ վիճաբանություններից, այլ փորձի աստիճանաբար օգնել նրան հոգևոր աճի հարցում։ 2 Տիմոթեոս 2:24-25 Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անողակալ, հակառակվողներին հեզությամբ խրատի, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու։ Օրինակները շատ են։ Էլի կա ինձ մոտ, բայց չընթերցեմ։ Կարևորը որ պատկերացնենք ինչ է նշանակում Քրիստոսի սիրո օրենքով ապրել կամ ծառայել։ Տեսնում եք Պողոսի եկեղեցիներ հիմնելու, խնամելու եւ հաստատելու սկզբունքներն ու քայլերը որոնք են։ Նա թլպատում է Տիմոթեոսին անհարմարություն պատճառելով եւ իրեն եւ մեծ ցավ ու տառապանք հասցնելով Տիմոթեոսին, այնտեղ ապրող հрьяաների պատճառով, քանի որ բոլորը գիտեին, որ Տիմոթեոսի հայրը հույն էր։ Սահմանում չափազանց ուշադիր լսեք։ Հնարավոր չէ չիջնելով բարձրացնել մարդկանց։ Հնարավոր չէ։ Դու չես կարող հերվից կանգնել եւ հրամայել, որ մարդը հոգեորապես աճի։ Դու պետք է իջնես, որ կարողանաս նրան բարձրացնել։ Պետք է հասկանալ ծառայության միջավայրի առանձնահատկությունները եւ առանց ավետարանի ճշմարտությունից նահանջելու, խնդրում եմ ուշադիր, լինել ճկուն ու հասանելի այդ միջավայրերում։ Պողոսը սրանով չի զիջում իր սկզբունքները։ Նա չի մերժում ավետարանական ճշմարտությունները։ Նա երրորդային եւ հինգերորդային հարցերում ճկունություն է ցույց տալիս։
Պողոսի կատարածը մոդել է, որին պետք է հետևեն, ինչպես քարոզիչները, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա իր շրջապատում ավետարանը տարածելիս եւ մյուսներին ամրապնդելիս։ Մենք պետք է հասկանանք, որ հավատի մեջ ամրապնդվելու գործընթացում մեծ տեղ է գրավում մեր զգույշ եւ նուրբ ներգրավվածությունը։ Ինչպես ամրապնդվի եկեղեցին։ Ինչպես ամրապնդվի եղբայրը, երբ դեռևս հավատի մեջ տկար է, դու ուզում ես իրեն ամրապնդել, բայց մի փոքր կառույցը, որ արդեն Տերը աշխատանք է տարել, նա բավականին փոխվել է, դու գալիս քանդում ես քո պատկերացումներով։ Չես օգնում, որ աճի ամրապնդվի այդ կառույցը։ Դու պետք է նրա հետ ապրես ինչպես Քրիստոս։ Քրիստոսի սիրո օրենքի ներքո պետք է լինես։ Հիշեք հանճարեղ սկզբունքը, որը Կորինթացիների խնդիրներից մեկն էր։ Գիտությունն առանց սիրո կիրառման անօգուտ է, վնաս է։ Դու կարող ես շատ բան իմանալ, բայց եթե դու կիրառում ես դա առանց սիրո, դու վնասելու ես։ Եզրակացություն։ Այս բոլոր օրինակներում գործածվում էր Պողոսի մոտեցումը։ Ես բոլորի համար ամեն ինչ եմ դարձել, որ ոման շահեմ։ Ինչը նշանակում է, որ հավատացյալը պետք է հաշվի առնի մյուս հոգևոր մարդկանց հասունության մակարդակը, որպեսզի օգնի նրանց աճել առանց խոչընդոտելու նրանց հավատի աճին։ Կարողանում ես օգնիր, չես կարողանում մի խանգարիր, ստացվում է։ Այսպես վարվելով չի նշանակում, որ դու փոխում ես քո համոզմունքները, այլ նշանակում է, որ դու իջնում ես, որ բարձրացնես։ Նույնն արեց Պողոսը, նա թլպատեց Տիմոթեոսին, որ գայթակղություն չլիներ հրեաների համար, որ Տիմոթեոսը կարողանար արդյունավետ կերպով ծառայել եւ հրեաների մեջ, եւ հեթանոսների մեջ։ Հռոմեացիս 13:8-10 ոչ ոքի ոչինչով պարտական մի եղեք, բացի միմյանց սիրելուց, բացի։ Սա այն է, ինչ մենք պարտավոր ենք անել մեկս մյուսի նկատմամբ։ Հովհաննես 13:34-35 ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց ինչպես ես ձեզ։ Վստահ եղեք, եթե Հիսուսը իր հոգևոր ընկալումների մակարդակից միանգամից շփվի մեզ հետ եւ ճիշտ ու սխալ անի, մենք չենք կարող աճել։ Դա չի նշանակում Հիսուսը ընդունում է մեր սխալ մտածելակերպը։ Հիսուսը ընդունում է մեզ դեռևս մեր սխալ մտածելակերպով եւ օգնում, որ աճենք։ Նույնը ակնկալվում է մեզնից։ Դու կեղծավոր չես լինի, եթե եղբորդ հետ մի հարցում համաձայն չես, բայց ճկուն լինես։ Դա կեղծավորություն չէ։ Գաղատացիս 6:2 միմյանց բեռը կրեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեք։ Այդ ո՞րն է Քրիստոսի օրենքը։ Ապրել տկար հավատ ունեցողին չգայթակղեցնելու միտումով։ Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտում է, ուրեմն դու նրա հետ այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով դրա անունը ինչ ուզում եք դրեք։ Կորստյան մի մատնիր նրան, ում համար Քրիստոս մեռավ։ Մի կասեցրու նրա հավատի աճը։ Որովհետև Աստծո արքայությունն ուտելիք չի, խմելիք չի, դրա մասին չէ։ Այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Լսեք, ով այս կերպով է ծառայում, այսը հետևյալն է, ով ապրում է դիմացինին չգայթակղեցնելու միտումով, իր ուտելիքով եւ խմելիքով։ Ով այսպես է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է։ Ու մարդկանցից գովելի։ Դե գնա ասա, որ դու Աստծուն շատ հաճելի ես։ Եթե դու քո մեծ գլուխը օգտագործում ես եղբորդ անկման համար, դու հաճելի ձևով չես ծառայում Աստծուն։ Ուրեմն եզրակացությունը լսեք Պողոսի։ Հետևեք խաղաղությանը եւ միմյանց ամրապնդելուն։ Ահա թե ինչպես պետք է ամրապնդվի եկեղեցին։ Պետք է ծառայել Քրիստոսի սիրո օրինակով։ Հարց ինչպես է եկեղեցին ամրապնդվում հավատի մեջ։ Երբ ես ու դու ծառայում ենք կիրառելով Քրիստոսի սիրո օրենքը մեր բոլոր հարաբերություններում Տիրոջ տան մեջ։ Մենք չենք խոսում աշխարհիկների մասին, մենք խոսում ենք իրար մասին, իրար հետ ապրելու մասին։ Ահա թե ինչպես է եկեղեցին ամրապնդվում, ինչպես է հավատի մեջ ուժեղանում, քանի որ մեկը մյուսի հավատի տկարությունը կրում է եւ այսպիսով Քրիստոսի օրենքն է կատարում եւ համբերելով ու սովորեցնելով բարձրացնում է նրան։ Ինչ սկզբունքներով է ամրապնդվում եկեղեցին։ Սա երկրորդն էր։ Պետք է ծառայել Քրիստոսի
սիրո օրենքով, ինչպես արեց Պողոսը։ Նա մեծ ցավ պատճառեց Տիմոթեոսին, Տիմոթեոսի տեսանկյունից էլ նայեք, համաձայն էր մարդը նեղություն կրելու, այն էլ այդպիսի վիրահատություն կրելու։ Հանուր իր եղբայր քույրերի, որ կարողանար նրանց մեջ ծառայել։ Երրորդ եւ վերջին։ Բալուտին հիշեք։ Ինչ սկզբունքներով է ամրապնդվում եկեղեցին։ Երրորդ, պետք է եկեղեցուն փոխանցել Աստծո ամբողջական կամքը, ոչ մասնակի։ Պետք է եկեղեցուն սովորեցնել, փոխանցել Աստծո ամբողջական կամքը։ 4 համարում տեսնում ենք եկեղեցուն ամբողջական ուսուցումը փոխանցելու 5 քայլ։ Ինչպես փոխանցել Աստծո ամբողջական կամքը եկեղեցուն, եւ որ կիսած չլինի, որ թեր զարգացած չլինեն մարդիկ, որ կարողանան ամրապնդվել իրենց հավատի մեջ։ Առաջին, պետք է փոխանցել հարատևորեն, պետք է փոխանցել նպատակային, պետք է փոխանցել վարդապետություն եւ կարգապահություն, պետք է փոխանցել վավերացված ուսուցում եւ պետք է արդյունքը վստահել Տիրոջը։ Առաջին, ինչպես փոխանցել ամբողջական ուսուցումը եկեղեցուն, պետք է փոխանցել հարատևելով։ Նայեք 4-րդ համարի առաջի մասին։ Երբ անցնում էին քաղաքներով, Տիմոթեոսի վիրահատությունն ավարտվեց եւ ընկել են ճանապարհ։ Երբ անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Նրանք անցնում էին քաղաքներով։ Պողոսն ու իր խումբը հարատևում էին ճանապարհորդության մեջ։ 4 համարի առաջին մասն ասում է նրանք անցնում էին, սա ցույց է տալիս նրանք ջանք էին թափում եւ հարատևում էին այս ծառայության մեջ։ Գրված է, որ քաղաքներով էին անցնում, որ ենթադրում է մեծ տարածություններ անցնել։ Հարատևությունը միջոց է բոլորին հասնելու կամ հասնելու մինչև իսկ անհատապես յուրաքանչյուրին։ Իսկապես ջանքը չծուլանալը մեծ առաքինություն է, որը պետք է Աստծո յուրաքանչյուր զավակին գեղեցկացնող զարդերից մեկը լինի։ Դրա համար խնդրեմ մեզ համար էլ աղոթեք, որ ջանքի մեջ ավելի առաջանանք, որ չծուլանանք։ Գիտեք, մարմին ենք, հոգնում ենք եւ երբեմն կարող ենք մոտենալ ծուլության սահմանին։ Աղոթեք, որ եւ չմոտենանք, եւ եթե նույնիսկ մոտենանք, Սուրբ Հոգին մեզ արագ վերականգնի, որ այսպիսի ջանք ունենանք։ Ինչպես կասեր Պողոսը, օրերը չար են, ժամանակը ծախողարեք եւ իմաստունների պես քայլ։ Նրանց հարատևությունն անիմաստ չէր, այլ արտահայտվում է կոնկրետ գործողությամբ, որը տեսնում ենք 4-րդ համարի 2-րդ մասում։ Ինչ էին անում նրանք։ Նրանք ուսուցումները փոխանցում էին նպատակային կերպով։ Նայեք 2-րդ մասին։ Նրանց ավանդում էին պահել։ Ինչ էին անում Պողոսը, Շիղան եւ Տիմոթեոսը։ Անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Պահելը փոխանցելու նպատակն է։ Նրանց փոխանցելու նպատակն է, որ դիմացիները պահեն դա։ Փոխանցելը հունարեն պարադիդոմի բառն է, որը ակտիվ փոխանցելու իմաստ ունի, այսինքն մի տեղից մյուսը ինչ որ մի բան որ տեղափոխում ես, այդ փոխանցելու իմաստ ունի։ Նրանք փոխանցում էին այն ինչ որ գիտեն, ինչ որ լսել են, ինչ որ սովորել են։ Եւ փոխանցելը գրված է իմպերֆեկտով, այսինքն անցյալ անկատար ժամանակով։ Ստացվում է, որ փոխանցման գործողությունը շարունակվում է։ Շարունակվում է կամ կրկնվում է։ Այսինքն նրանք անընդհատ փոխանցում էին, սա կարգապահ եւ հետեւողական ուսումնական ընթացք է, որը ստանում էր եկեղեցին։ Հիշեք, հնարավոր չէ հոգեվոր կյանքում լինել ոչ կարգապահ եւ ամրապնդվել հավատի մեջ։ Քանի որ ամրապնդման մեջ մեծ դեր ունի կարգապահ ընթացքը։ Նրանք փոխանցում էին հարատևորեն եւ նպատակային, այսինքն որ պահեն։ Իսկ որն է նպատակը փոխանցելու։ Ավանդում էին պահել, նպատակը պահելն էր, ոչ թե որպես գիտելիք մտքի մեջ մի անկյունում դնելը։ Պահել հունարեն ֆուլասո բառն է, որ նշանակում է շարունակական պահել, այսինքն կիրառել եւ իրականացնել կյանքի մեջ։ Դա նշանակում է, որ տվյալ բաները սովորելը ուղիղ կապ պետք է ունենա նրանց վարքի, կյանքի ու կենցաղի վրա։ Քանի որ նրանք պետք է պահեին դրանք ամեն օր կամ շարունակ։ Դրա համար հիշեք,
եկեղեցուն փոխանցված ուսուցումների նպատակը կյանքն ու վարքը փոխելն է, ոչ թե գործնական կյանքից զուրկ գիտելիք ավելացնելը։ Այդպիսով եկեղեցին չի ամրապնդվում։ Շատ ուշադիր լսեք, եթե դուք գիտելիք եք ստանում չպահելու մտադրությամբ, շուտով դուք կդառնաք փարիսեցի։ Համարի 3-րդ մասում Ղուկասն ասում է, թե ինչեր էին փոխանցում կոնկրետ։ Անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Հրամաններ բառն դոգմա բառն է, լսել եք, դոգմա, որի նշանակություններից է ուսմունք, դրույթ, հենց դոգմա նաև, որոշում, վճիռ, հրաման կամ սահմանում։ Այս որոշում բառը կամ մեր համարում դոգման ծագում է 15-րդ գլուխ 22-րդ համարում գրված որոշում բառից, որտեղ որ երկու անգամ 22-ում եւ 28-ում առաքյալներն ասացին, որ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճելի թվաց։ Մենք որոշեցինք այսպես։ Այսինքն ինչ որ գրվում էր վարդապետությունը, որը կնքվեց Սուրբ Հոգու միջոցով եւ առաքյալների։ Դոգմա բառի արմատը այստեղից է, ածանցվել է այդ բառը եւ դարձել է դոգման։ Դոկիոս բառից է հունարեն։ Եվ ստացվում է, որ հրամանները վերաբերվում են Սուրբ Հոգու եւ եկեղեցու որոշմամբ կնքված վարդապետությանը։ Փոխանցում էին այն ինչ որ անցած գլխում Սուրբ Հոգու կողմից եւ առաքյալների կողմից վավերացվել էր, կնքվել էր։ Փաստորեն փոխանցվում է եկեղեցուն շնորհքով փրկության վարդապետությունը։ Կայևս մեկ բառ քրինո, որ պատվեր բառն է համարում, եթե նայեք, այն քրինոն ցույց է տալիս ընդունված դոգմաները վերաբերվում են ոչ միայն վարդապետությանը, այլ կարգապահության որոշումներին։ Կհիշեք, Հակոբոսը կարգապահական ինչ որ բան ավելացրեց վարդապետության վրա, երբ շնորհքով փրկություններ հաստատվում։ Ասած, բայց այս բաներն էլ գրեք, որպեսզի ու 4 բան թվարկեց, հեռու մնան կուռքերից, խեղդված կենդանուց եւ այլն եւ այլն։ Այսինքն քրինո բառը վերաբերվում է պատվերներին, դոգմա բառը վերաբերվում է վարդապետությանը։ Ստացվում է, որ այս խումբը եկեղեցուն փոխանցում է Աստծո ամբողջական կամքը եւ վարդապետության եւ ապրելակերպի վերաբերյալ։ Կիսատ ուսմունք չի փոխանցում։ Ամբողջությամբ սովորեցնում է եւ վարդապետությունը եւ չի անտեսում նաեւ գործնականում թե ինչպես պետք է նրանք ապրեն։ Պողոսը այս նույնը բառացի արտասանում է 20-րդ գլուխ 27-րդ համարում Եփեսոսի ժողովրդին ասում է, որովհետեւ ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծո կամքն ամբողջությամբ։ Պողոսը համոզված էր, որ այլևս երբեք չի տեսնի իր սիրելի եփեսացի եղբայրներին, բայց նրանց առջև նրա խիղճը մաքուր էր։ Քանի որ նա գիտեր, որ բաց չի թողել ոչ մի հնարավորություն նրանց բացահայտելու Աստծո ողջ կամքը։ Նա նրանց սովորեցրել է ոչ միայն ավետարանի հիմունքները, այլ նաև բոլոր ճշմարտությունները, որոնք անհրաժեշտ են արդար կյանք ապրելու համար։ Եկեղեցին հաստատվում է, ամրապնդվում է, եւ ոչ միայն վարդապետություն, այլ իրենց կյանքի եւ ապրելակերպի Աստված պաշտության վերաբերյալ ուսուցումներ են տրվում, սովորեցվում են ինչպես ապրել։ Միթե չեք հիշում մեծ հանձնարարականում Հիսուսը ինչպես տարբերակեց. սովորեցրեք ինչ որ ասել եմ եւ հաջորդ համարում սովորեցրեք, որ պահեն այն ամենը, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Պահել այդ ամենը նշանակում է գիտելիքը բերել գործնականի։ Գլխիցդ փոխանցվի դեպի վարքիդ, կյանքին։ Դա նշանակում է դու պետք է օգնես, որ մարդը կարողանա իր մեծ բազան ընդունած կյանքի կոչել։ Որ նա կարողանա գործնականում Հիսուսին հնազանդվել։ Աշակերտության էությունը այդ է։ Աշակերտությունը չի ավարտվում ավետարանչությամբ, այլ շարունակվում է, որ դու Հիսուսի համար աշակերտ դարձնես մարդուն, այսինքն Հիսուսին հետևող դառնա այդ մարդը, գործնականում կարողանա պահել Հիսուսի ասածները։ Դա նույնն է, որ մեկը ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, եւ դու զրոյական մակարդակից իրեն վերցնես եւ դարձնես պրոֆեսիոնալ մարզիկ։ Դա աշակերտությունն է։
Սովորեցրեք, որ պահեն իմ ասածները։ Դա նշանակում է դու հերվից չես կարող գոռալ, որ գնա պահի Հիսուսի ասածները։ Դու պետք է տաս եւ դոգման, վարդապետությունը, եւ պետք է նաեւ այն պատվերները սովորեցնես, որոնք որ վերաբերվում են նրա կյանքին։ Պետք է օգնես, որ այդ վարդապետությունը վերածվի վարքի, որ նա գործնականում կարողանա Հիսուսին հնազանդվել։ Ուսուցման փաթեթ պետք է տալը, ուրիշ խոսքով, Աստծո ողջ կամքը պետք է հայտնել։ Եվ այս փաթեթի դրույթները կամ Աստծո կամքի ամբողջությունը համառոտ այսպես էր մոտավորապես ըստ գրվածի, որ նրանք փոխանցում էին։ Փրկության մասին գոնե սրանք էին փոխանցում, որ փրկության համար անհրաժեշտ է միայն հավատը։ Թլպատությունը կամ օրենքի պահպանումը չպետք է դիտվեն որպես փրկության լրացուցիչ պայմաններ։ Իսկ կարգապահության մասին ինչեր էին փոխանցում, որ անբարոյական վարքը արգելված է բոլոր քրիստոնյաներին եւ բոլոր ժամանակների համար։ Սակայն այս հիշեցումը առաջին հերթին ուղղված էր դարձի եկած հեթանոսներին։ Արգելում էր ուտել կուրքերին զոհաբերված միսը, խեղտամահ արված կենդանների միսը եւ արյունը, բայց ոչ թե որովհետեւ դա փրկության անհրաժեշտ պայման էր, այլ հրեական եւ հեթանոսական ծագում ունեցող քրիստոնյաների միջև միաբան կյանքի համար։ Ինչպես փոխանցել Աստծո ամբողջական կամքը։ Ոչ միայն հարատևորեն, ոչ միայն նպատակային, ոչ միայն վարդապետություն եւ կարգապահություն։ 4. Պետք է փոխանցել վավերացված ուսուցում։ Վավերացված ուսուցում։ Նայեք 4-րդ համարի 4-րդ մասին։ Երբ անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Սա նշանակում է, որ խոսքը հեղինակավոր ուսուցումների մասին է։ Ավելի կոնկրետ այն ուսուցումները, որոնք վավերացվել են Սուրբ Հոգու եւ առաքյալների կողմից։ Ահա թե ինչու չի կարելի սովորեցնել մարդու մտքից ծնված տեսություններ։ Ահա թե ինչու չի կարելի ժամանակը վատնել երազների ու տեսիլքների ու կյանքի փորձառությունների ու վկայությունների պատմելու համար։ Պետք է փոխանցել վավերացված, հեղինակավոր, ստուգված ուսուցում, հաստատված վարդապետություն, որոնք կնքվել է Սուրբ Հոգու կողմից եւ առաքյալների կողմից։ Ասեք խնդրեմ, այսպիսի թարմ առողջ ու կալորիաներով հարուստ հոգևոր սնունդը ինչպես չի ամրապնդի Աստծո զավակին։ Ինչպես չի զորացնի նրանց հոգևոր իմունային համակարգը։ Իսկ ինչու են այսօր ամբիոնները լցված շոուներով, թատրոններով, փիլիսոփայությամբ, զգայաները շոյող երգերով ու ասմունքներով։ Ուր է հաստատված վարդապետությունը, վավերացված առաքյալների կողմից։ Ինչով եք զբաղված, սիրելի երեցներ։ Վերադարձեք ճշմարիտ վարդապետության փոխանցմանը, ստուգված ու հաստատված ուսմունքին, քանի որ հենց այն է ամրապնդելու յուրաքանչյուր հավատացյալին իր հավատի եւ համոզմունքների մեջ։ Մակարտուրը այսպես է գրում այս համարի մասին։ Ի վերջո, արդյունավետ աստվածաշնչյան քարոզչության բանալին ճշմարիտ ուղերձն է։ Այս ուղերձը ճշմարտություն է այն մասին, որ փրկությունը տրվում է շնորհքով, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով։ Եվ սա հենց այն ուղերձն է, որը Պողոսը, Շիղան եւ Տիմոթեոսը հավատարմորեն հռչակում էին։ Քաղաքներով անցնելիս միսիոներները հավատացյալներին հանձնում էին պահպանել առաքյալների եւ երեցների կողմից Երուսաղեմում սահմանված որոշումները։ Լսեք ինչպես է ավարտում Մակարտուրը, հրաշալի ձևակերպում։ Սա քրիստոնեության կրկնակի ուղերձ է, փրկություն շնորհքով եւ կյանք սիրո մեջ։ Ահա թե ինչ պետք է սովորենք։ Ահա տեսեք այս ջանասեր եւ աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվող ծառայության արդյունքը 5-րդ համարում։ Ինչպես փոխանցել Աստծո ամբողջական կամքը եկեղեցուն, ոչ թե կիսատ, վերջին 5-րդ պետք է արդյունքը վստահել Տիրոջը։ Պետք է արդյունքը վստահել Տիրոջը։ Դե տեսեք, թե արդյունքը ինչպես է նկարագրում Ղուկասը։ Եկեղեցիները հաստատվում էին հավատի մեջ, եւ օրեցօր նրանց թիվն ավելանում էր։ Ղուկասի վերջնական հաստատումը ցույց է տալիս աստվածաշնչյան քարոզչության եւ աշակերտության ազդեցությունը համայնքին։ Նա նշում է, որ եկեղեցիները հաստատվում էին հավատի մեջ։ Ինչու պետք է արդյունքը վստահել Տիրոջը։ Քանի որ ի տարբերություն նախորդ հատվածի 15:41-ին, եթե աչքը գցեք հիմա արագ 15:41-ին, Ղուկասը նշում էր Պողոսի ակտիվ դերը եկեղեցիների հաստատման մեջ, որի համատեքստը այցելելն էր։
Այստեղ Ղուկասը եկեղեցիների ամրապնդման համար որպես ակտիվ գործող չի նշում ոչ մի անձի։ Ոչ մեկ չկա։ Պարզապես նկարագրում է անձերի կատարած աշխատանքի արդյունքը, հետևանքը։ Հաստատվում էին, կրկին գրված է իմպերֆեկտով, որը անցյալում շարունակվող ու չավարտվող գործողություն է։ Նշում է գրված է կրավորական սեռով, որը նշանակում է արդյունքը ազդեցություն էր ինչ-որ բանի։ Ինչ-որ բանից ազդվում էր եկեղեցին եւ ամրապնդում։ Հարց, ինչի ազդեցությունը կարող է լինել սա։ Նախորդիվ նշված գործոնների, մասնավորապես ուսուցման ամբողջական փաթեթի կամ Աստծո կամքի ամբողջական փոխանցման։ Տերը օգտագործում է իր իսկ նախատեսած միջոցները եկեղեցին ամրապնդելու համար։ Դրա համար սիրելի երեցներ, նոր սկզբունքներ հորինել պետք չէ։ Պետք է վերադառնել արդեն սահմանվածին։ Դրանք աշխատում են, այս լեզվով ասենք, առանց փառաբանության մեծ խմբերի, առանց մարքեթինգային սկզբունքների, առանց պաշտոնականության, առանց շոուների կամ երաժշտության։ Դրա արդյունքը Տիրոջից է կախված։ Եվս մեկ արդյունք է նշում Ղուկասը, որ նաև աճում էին քանակապես։ Համարի վերջին նայեք։ Հաստատվում էին հավատի մեջ եւ օրեցօր նրանց թիվն ավելանում էր։ Ավետարանչության նպատակը նորադարձների հսկայական քանակ գրանցելը չէ։ Եվ այնուամենայնիվ ճիշտ է, որ ուժեղ եկեղեցիները, հավատքով ամրապնդված եկեղեցիները ժամանակի ընթացքում աճում են նաև թվով։ Տեսեք, գործքի սկզբից սկսած ինչպես է Տերը ինքը ավելացնում փրկյալներին։ Գործք 2:47 օրհնում էին Աստծուն, ներկայացնում է թե ինչ էին անում նրանք, եւ ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում, իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։ Ով էր ավելացնում։ Տերը։ Երբ էր ավելացնում, երբ նրանք իրենց գործառույթների մեջ էին հավատարիմ։ Գործք 2:39, որովհետև այս խոստումը ձեզ ձեր զավակներին է վերաբերվում եւ բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է։ Տերն է անելու դա։ Անանիայի Սափիրայի մահից հետո տեսեք ինչ է լինում եկեղեցու քանակի հետ կապված։ Գործք 5:13-14 ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում նրանց հարել, ինչպես համարձակվեին, եթե 3 պաշտամունքին 2 հոգի մահացել էին։ Երբ որ հարցնում են այնտեղ ինչ են անում, ասում են մարդիկ մահանում են։ Ինչպես համարձակվում, բայց լսեք մինչև վերջ։ Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում նրանց հարել, բայց ժողովուրդը նրանց հարգում էր եւ ավելի ու ավելի էր շատանում Տիրոջը հավատացող մարդկանց ու կանանց բազմությունը։ Կեղծերը չէին ավելանում։ Տիրոջը հավատացողներն են, որը մեզ եւ պետք է։ Մեզ պետք չէ անորակ քանակ, մեզ պետք է մարդիկ, ովքեր իսկապես գալիս են Տիրոջ համար։ Եվ այդ գործը անում է Տերը։ Անում է այն ժամանակ, երբ կիրառվում է Աստվածաշնչյան սկզբունքներ։ Ահա թե ինչու է մեր հատվածի գլխավոր միտքը հետևյալը։ Եկեղեցու հավատի մեջ ամրապնդվելը արդյունքն է Աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվելու։ Եվ հիմա գործնական մի քանի քայլ եւ ավարտենք։ Առաջին, ընտրեք ծառայողներ հոգեվոր չափանիշներով, սիրելի երեցներ։ Ուշադրություն դարձրեք հոգեվոր նկարագրին այդ մարդկանց։ Ուշադրություն դարձրեք ծառայելու միջավայրին նրանց համապատասխանությանը։ Ուշադրություն դարձրեք հոգեվոր շրջանակի վկայություն։ Ինչ են խոսում մարդիկ այս մարդու մասին։ Այսպիսով հոգեվոր չափանիշները պետք է չզիջել, պետք է չիջեցնել։ Հավատացեք, այսօր էլ կան մարդիկ, որոնք որ աշակերտ են, որոնք որ հետևում են Հիսուսին, եւ Տերը, ինչպես այստեղ Պողոսի պարագայում, ահա, մի աշակերտ այդպես էլ կբերի մեր առջև իրական աշակերտների։ Երկրորդ, ծառայեք ապրելով Քրիստոսի սիրո օրենքով։ Ինչ է սա նշանակում։ Ապրեք տկար հավատ ունեցողին չգայթակղեցնելու միտումով։ Պողոսի ասած ավելի շուտ մեր մտքում ունենանք մեկին անկման կամ գայթակղեցնելու պատճառ չլինել։ Դա ենթադրում է կրել նեղություններ, եթե կարիք լինի։ Դա ենթադրում է հրաժարվել ցանկություններից հանուն եղբոր, եթե դրա կարիքը կա։ Դա ենթադրում է հաշվի առնել դիմացինի հոգևոր հասունությունը։ Սա, եթե մենք անենք առօրյայում, մենք Պողոսի մոտիվներով եւ սկզբունքներով կշարժվենք։ Ես ազատ լինելով բոլորից, բոլորին ծառա դարձա։
Բայց ոչ թե ծառայի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որը սիրո օրենքն է։ Եվ ով այսպես է ծառայում, հաճելի է Աստծուն եւ գովելի մարդկանցից։ Եվ վերջին երրորդ. փոխանցեք եկեղեցուն Աստծո ամբողջական կամքը, ոչ կիսատ։ Փոխանցեք հարատևորեն, դա բարդ է։ Փոխանցեք նպատակային, չկորցնելով ճանապարհին նպատակը, թե ինչու ենք աշխատում։ Պողոսի ասած ոչ թե քամի ծեծելով, ոչ թե օդի մեջ, այլ գիտակցելով, այլ հասկանալով։ Փոխանցենք երրորդ վարդապետություն եւ կարգապահություն։ Օգնենք, որ մարդկանց գիտելիքները վերածվեն կյանքի, որ այդ գիտելիքները վերածվեն Քրիստոսի սիրո օրինակով ապրելու սկզբունքների։ Քանի այս ճանապարհը վարդապետությունից վարք չի եղել, այդ մարդը հավատի մեջ ամուր չէ դեռևս։ Փոխանցեք վավերացված ուսուցումներ։ Հիշեք, Աստված խոստացել է, որ գործելու է իր խոսքի միջոցով եւ քարոզում է իր խոսքը։ Ոչ քո խոսքը, իր։ Դրա համար առիթները պետք է օգտագործենք հենց իր խոսքը, վարդապետությունը փոխանցելու համար։ Եվ արդյունքն թողնենք Տիրոջը։ Արդյունքի համար միշտ Տերն է պատասխանատու։ Մենք ցանում ենք, մենք ջրում ենք, բայց Տերը ինքն է, որ աճեցնում է։ Դրա համար Տերը թող օգնի մեզ, որ իսկապես գիտակցենք, որ եկեղեցին հոգեորապես ամրապնդվում է ոչ թե պատահականության արդյունքում, այլ աստվածաշնչյան այս ճշմարիտ սկզբունքները կիրառելու արդյունքում։ Դրա համար մենք պետք է շարունակենք կարճած մնալ սրան, որովհետև սա ճիշտ աստվածաշնչյան ընթացակարգն է, որի հետ Աստված համագործակցում է եւ փառք Տիրոջը ձեզ համար, մեզ համար։ Ես ուրախ եմ, որ օրեցօր տեսնում եմ, նկատում եմ, թե ինչպես ենք մենք հոգեորապես ամրապնդվում, աճում։ Շարունակենք նույն եռանդով, ավելի ջանասեր լինել, Տիրոջ գործի մեջ ծույլ չլինել, նպաստել ամեն գնով, որ մեր քույրերն ու եղբայրները իրենց հավատի մեջ ամեն օր արդյունքներ գրանցեն, նորանոր, որ Հիսուսին նմանվեն իրենց գործնական կյանքում, որ իրենց հոգևոր գիտելիքները վերածվի կյանքի, իսկապես վերածվի կյանքի։ Տերը թող օրհնի բոլորիս։ Եկեք ոտքի կանգնենք, աղոթենք եւ ավարտենք։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք այս մեծ ինստիտուտի համար, քո եկեղեցու համար, այնտեղ գործող բոլոր սկզբունքների ու խոր տրամաբանության համար։ Շնորհակալ ենք, որ քո խոսքի միջոցով, քո առաքյալների կյանքի միջոցով մեզ ես հասցրել այս հրաշալի եւ ճշմարիտ սկզբունքները, որոնք որ այսօր վստահությամբ կարող ենք կիրառել։ Աղոթում եմ եւ իմ եւ քույրերիս, եղբայրներիս համար, որ օգնես մեզ երբեք չշեղվենք քո դրած հոգևոր չափանիշներից։ Քո գործի համար, երբ ընտրելու լինենք որևէ մեկին, օգնիր, որ ստուգենք, տեսնենք իսկապես նա աշակերտ է, անկեղծ դարձ եւ ապաշխարություն ապրել է թե ոչ։ Նա աշակերտ է քեզ թե ոչ, նրա սիրտը քեզ համար է բաբախում թե ոչ։ Օգնիր, որ ընտրությունների մեջ չսխալվենք, որ քո եկեղեցում անհավատ մարդիկ պաշտոններ չզբաղեցնեն, որ քո եկեղեցին օրեցօր հոգևորապես ամրապնդվի, որ լավ օրինակներ լինեն, ինչպես Տիմոթեոսին ասաց Պողոսը, լինել օրինակ ամեն ինչով, խոսքով, սիրով, մաքրությամբ, հավատով։ Օգնիր, որ այսպիսի ծառայողներ մենք ունենանք։ Օգնիր, որ լինենք եւ աճենք ու զորանանք, որ այս որակները օրեցօր ավելի ու ավելի ընդգծվի մեր կյանքում։ Աղոթում եմ, որ օգնես աճել հավատի մեջ։ Այնքան, որ պատրաստ լինենք Քրիստոսի սիրո օրենքով ապրելու, մեր քույրերի ու եղբայրների հետ։ Պատրաստ լինենք հրաժարվելու մեր եղբայրների ու քույրերի տկար հավատի համար մեր նույնիսկ ամենասիրելի ցանկությունից, թեպետ մեր սիրելի ցանկությունը պետք է լինես դու։ Աղոթում եմ, որ օգնես, որ այն գիտելիքները, որ մենք ստանում ենք, դրանք չմնան գիտելիք, այլ վերածվեն կյանքի։ Որ ինչպես քո առաքյալներն էին ամրապնդում փոխանցելով քո ամբողջական կամքը, այդպես էլ մենք կարողանանք մեր սովորածից անմիջապես տեղափոխվել գործնական կյանք։ Որ Հիսուսի մասին ոչ թե իմանանք, այլ Հիսուսի նման կարողանանք ապրել երկրի վրա։ Օգնիր, որ համապատասխանենք
այն նկարագրություններին, որ մեր մասին թույլ ես տվել գրի, որ մենք անուշ բույրն ենք Քրիստոսի, որ մենք աղն ենք, որ մենք լույսն ենք, օգնիր, որ սովորենք մեր այդ նոր իրական էությանը համապատասխանել, ամեն օր մի փոքր աճելով։ Շարունակիր ամրապնդել ու զորացնել քո եկեղեցին, պահել ու պահպանել, լցնել եւ իրական հոգեվոր ծառայողներով եւ ավելացնելով իրական ու ճշմարիտ դարձի եկողները։ Եվ շարունակիր քո սքանչելի աշխատանքը մեր առանց Քրիստոսի անարժաններից միջոցով։ Այս ամենը աղոթում ու խնդրում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։